Սաքսոֆոնահարն Ալեքս Սարգսյանը Հայկոյի «Վերև» ստեղծագործությունն է նվագում Գորիս քրեակատարողական հիմնարկում։ Պատիժ կրող անձանց աչքերում հուզմունք է, կարոտ, սպասում, ինչու չէ, նաև հույս ու հավատ վաղվա լուռ վայելում են երաժշտությունը։ 27-ամյա Արմանը երգիչ Վախթանգ Մարտիրոսյանին խնդրում է մոր մասին որևէ երգ կատարել։ Արդեն 4-րդ տարին է, որ նրա մայրը ամանորը միայնակ է դիմավորելու։ Նոր տարվա տուլիկը հանձնունքը կստանամ, ես այստեղ մայրս Երևանում կդիմավորենք 2026-ը, եկող նոր տարին արդեն միասին կլինենք, ասում է Արմանը, թաքուն նայելով բանտապահներին, հո խախտում չի արել, որ երգ է պատվիրել։ Ազատազրկվածների առօրյան հանուն ազատության հասարակական կազմակերպությունն է փորձել հետաքրքիր դարձնել։ Բարձր պարիսպներով, փշալարերով պատած շենքի աշտարակին կանգնած հսկիչը նույնպես հետևում է տոնական համերգին։ Խցերի պատուհաններից կալանավորված այն անձինք են ծիկրակում ու նույնիսկ ձայնակցում, որոնց տեսակցություններն ու այլ հանդիպումները նախաքննական մարմնի որոշմամբ սահմանափակված են։ Արդեն 3-րդ տարին է հանուն ազատության կազմակերպությունը տարբեր քրեակատարողական հիմնարկներում տարեմուտի միջոցառումներ է կազմակերպում, ասում է նախագահ Իրինա Մանուկյանը։ Այս անգամ Գորիս քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր համերգ, իհարկե մենք շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին, արդեն մի քանի տարի է անմաս չեն մնում այս կարևոր միջոցառումներին։ Հին նոր տարին պլանավորում ենք անցկացնել մեր պրոբացիայի ծառայությունում հաշվառված ծրագրերի մասնակիցների հետ, քաջ գիտակցում ենք, որ նման միջոցառումներով կոտրում ենք այն կարծրատիպերը, որոնք ձևավորվել են մեր հասարակության մեջ, կալանավայրում գտնված անձանց նկատմամբ։ Միաժամանակ նման միջոցառումները օգնում են ծրագրերի մասնակիցներին ավելի հեշտ ինտեգրվել հասարակության մեջ։ Արվեստը ինքնաճանաչման եւ կրթության կարևոր ճանապարհ է եւ վերասոցիալականացման այս ուղով անցնելով ազատազրկված անձինք կարող են լիարժեք վերադառնալ հասարակություն։ Օրերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Սրփուի Գալյանը։ Նախարարը հավաստիացնում է, որ պետությունը ջանք ու եռանդ չի խնայում վերասոցիալականացման գործընթացում արժանապատիվ պայմաններ եւ նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Մեծ մասը վերասոցիալականացման ճանապարհի հաջողությամբ անցնելու կախված է հենց անազատության մեջ գտնվող անձից եւ ես դա բազմիցս եմ շեշտադրում, երբ հանդիպում եմ անազատության մեջ գտնվող անձանց։ Ձեզանից մեկ եւ միակ բանը, որ պահանջվում է, լինելն է իրավահպատ տակ, հետևելն է այն կանոններին, որը սահմանել է պետությունը։ 37-ամյա Կարեն Ալավերդյանը դեռ 3 տարի անազատության մեջ է լինելու։ Ամուսնացած է, 3 երեխա ունի։ Օրերս նրան տեսակցության են եկել ընտանիքի անդամները։ Կարդում է, ժամանակն այդպես է փորձում կարճել։ Եկող տարի դիմելու է պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Տուժեր չունի, բոլոր միջոցառումներին մասնակցում է։ Եթե բախտը բերի, ապա 2027 թվականը ընտանիքի հետ կդիմավորի։ Ուշադիր հետևում է Կլարնետ Տահարի մատներին, դրսում ինքն էլ է նվագել, բայց երաժշտական կրթություն չունի, պարզապես հոբբի է։ Գորիս քրեակատարողական հիմնարկում 104 մարդ է պատիժ կրում, նրանցից 70-ը դատապարտյալներ են։ 2025 թվականին 11 անձ է ազատվել պատժի լրիվ կրումով, իսկ պայմանական վաղաժամկետ 19 մարդ է ազատվել։ Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գևորգ Նավասարդյանն ասում է. տարին հագեցած է եղել, պատիժ կրող անձինք չեն ձանձրացել ու յուրաքանչյուրն իր հետաքրքրության սահմանում մասնակցել է տարբեր միջոցառումների։ Քրեակատարողական ծառայությունը մեր ղեկավարներով, մեր անձնակազմով առաջնային տեղ ենք տալիս վերասոցիալականացման ծրագրերին նման միջոցառումները զգում ենք, որ դրական է ազդում անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ ու հաճախակի են կազմակերպում նման միջոցառումներ, նաև հոգևոր, մշակութային, սպորտային, որպեսզի այն ազատ ժամանակը նպատակային օգտագործվի ու նաև սրա շնորհիվ շատ մարդիկ համ փոխվում են, ուղղվում են
Կապանցի Վրեժ Բաղդասյանը 2023 թվականից է անազատության մեջ։ 4 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Զղջում է կատարվածի համար, աղոթում է ամեն օր եւ բոլորին հորդորում հեռու մնալ փորձանքներից։ Հայաստանի բոլոր բանտերում գտնվողներին շուտապույտ ազատություն է մաղթում։ Ցանկանում եմ քաջառողջության, լավ տարինինի, հաջողության տարինինի, ուրախության տարինինի, նման ոչ մի վատ բաներ չլինեն։ Ազատազրկվածները սակավախոս են, հրաժարվում են հարցազրույցից, բայց պատմում են, որ խցերը տոնական են զարդարել։ Երազում են ժամ առաջ հասնել իրենց ընտանիքներին։ Տարեմուտի գիշերը հյութով լի բաժակները իրար զարկելով այս երազանքն են պահելու, սրտատրոփ սպասելով, որ այն իրականանա 2026 թվականին։